Քննարկում ենք հարց համար 10 անշարժ գույք ամրացնելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյան, համեցեք պարոն Խուդայցյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7 շենքի 97 նկուղ հասցեում գտնվող ընդհանուր 51.9 քառակուսիմետր մակերեսով գույքը ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա գլխավոր դատախազության հայցերով գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, խնդրում եմ հաստատել։ Տիկին Վարդապետյան, ինչ ունեք ավելացնելու համեց։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բաց բաժնետիրական ընկերության իրավաբանական անձի եւ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առողջարքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բաց բաժնետիրական ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել էր այն պատճառով, որ հանդիսացել էր 2008 թվականին առողջարքի պայմանագրի կողմ հանդիսացած սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ բաց բաժնետիրական ընկերության իրավահաջորդը։ Հայցի քննության ընթացքում առաջարկվել էր հաշտության համաձայնություն, որը դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է։ Դատարանի կողմից հաստատված եւ օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7 շենքի 51.9 քառակուսիմետր մակերեսով թիվ 97 տարածքի եւ 0.08 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Մեծարգո վարչապետ, սա հերթական գույքերից մեկն է եւ եթե ժամանակ ունենք, կարճ կանդրադառնամ ոչ միայն Երևան քաղաքում, այլև մարզերում վերջին 2 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Քիչ առաջ հաստատելով սուբվենցիոն ծրագրերը մենք խոսեցինք զբոսայգիների, պուրակների եւ կանաչ տարածքների մասին, անդրադառնամ այն տարածքներին, որոնք վերադարձվել են այս գործառույթի շրջանակներում։ 2025-26 թվականներին Սյունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել մայիսի 28 զբոսայգում գտնվող 5 հողատարածք 3153 քառակուսիմետր տարածքով։ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող 3 հողատարածք 687 քառակուսիմետր մակերեսով։ Տավուշի մարզում կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցերի եւ դատախազական ներգործության միջոցների արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 16 հողատարածք 5260.7 քառակուսիմետր մակերեսով։ Զբոսայգում, պարոն վարչապետ, դեռևս կառուցապատված տարածքներ կան, որոնք ուսումնասիրության առարկա են հանդիսանում եւ առաջիկայում չեմ բացառում, որ այս տարածքների վերաբերյալ եւս հայցեր կներկայացվեն դատարան։ Բացի այդ, Դիլիջան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 67 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքներ նպատակային եւ բնապահպանական գործառնական նշանակությամբ հողամաս, որի շուկայական մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 579 միլիոն դրամ է։ Եթե վերածենք ամերիկյան դոլարի, մոտավորապես 12 միլիոն 436 հազար դոլար։ Արարատի մարզում կրկին այս գործառույթի շրջանակում Արտաշատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի պուրակում գտնվող 2 հողատարածք 250 քառակուսիմետր մակերեսով։ Մեր ունեցած տեղեկություններով համայնքի ֆինանսավորմամբ պուրակում բարեկարգման աշխատանքները ավարտվել են։
Արադ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 4 հողատարածք 4601 քառակուսի մետր մակերեսով։ Արատի զբոսայգում եւս պարոն վարչապետ ունենք հողատարածքներ, որոնք հայցերի առարկաներ են եւ առաջիկայում եւս կառուցապատումներ կան, որոնք դադարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում կներկայացնեն հայցեր։ Հիմնականում մենք գործ ունենք նախկին պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրականացրել են կարելի ասել հողազավթումներ։ Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն են վերադարձվել Արադ մարզի համայնքի վարչական շրջաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Սրանք 65 գույքային միավորներ էին, հիմնականում արգելոցային տարածքում Խոսրովի անտառում։ Հողամասերի նկատմամբ դադարեցվել է Կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Մենք այս ուղղությամբ պարոն վարչապետ շարունակեցինք ուսումնասիրությունները եւ պարզել ենք, որ կան էլի հողատարածքներ, որոնք հաշվարկվում են հեկտարներով, որոնք շարունակում են գտնվել այս ընկերության անհատույց օգտագործման իրավունքի ներքո, առաջիկայում եւս կամ կառավարության նիստով կամ այլ ձևաչափով կներկայացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարել եւ ինչ վերականգնումներ ունենք այս ուղղությամբ։ Գեղարքունիքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 6 հողատարածք։ Մենք խոսում ենք Սևանի շուրջ ճանապարհների բարեկարգման մասին։ Մենք այս ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք, որպեսզի ափամերձ տարածքը եւս ազատ լինի ապօրինի կառուցապատումից։ Այս պահին 6 հողատարածք 5.7 հեկտար մակերեսով։ Բացի այդ, տեղեկացնում ենք պարբերաբար քանդման աշխատանքների մասին, որ իրականացնում ենք Սևանի բացարձակ նիշից ցածր հատվածներում, ուղղակի տեղեկացնեմ, որ 2025 թվականի դեկտեմբերից մինչ 26 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն, Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից դադարեցվել լուծվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են պայմանավորված լողափնյա սեզոնով, բայց սեզոնը դադարելուց հետո աշխատանքները կշարունակենք։ Կոտայքի մարզում պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազության հայցի բավարարման արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Լոռու մարզում կրկին այս գործառույթի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգին Վանաձոր համայնքին վերադարձնելու ուղղությամբ այս պահին Փաստացի համայնքին վերադարձվել է 4451.7 քառակուսի մետր մակերեսով տարածք, որը 13 հողատարածքների հանրագումարն է կրկին ապօրինի զավթված էլի նախկինում պաշտոնատար անձանց պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից կրկին այս զբոսայգում եւս ունենք հայցեր, որոնք դատական քննության առարկա են, բայց սա չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր զբոսայգիների բարեկարգման աշխատանքները առնվազն պլանավորել։ Եվ անդրադառնալով Երևանին, ուղղակի հիշեցնեմ, որ աշտարակին, հեռուստաաշտարակին հարող տարածքում մենք ունենք 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս վերադարձված, որոնց շուկայական մոտարկված արժեքը 3 միլիարդ 382 միլիոն դրամ է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի, ինչպես մի քանի անգամ քննարկվել է կառավարության նիստում, մենք ունենանք քաղաքային անտառ, եթե ճիշտ ենք հասկացել կառավարության նիստի քննարկման արդյունքները։ Եվ վերջերս նաև ունենք մի շարք բավարարված վճիռներ, պարոն վարչապետ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում։ Այն ինչ որ դուք միջև այս պահը թվարկեցիք, պարզավոր օրինակ Վանաձորի զբոսայգու հատվածում դա ամբողջ զբոսայգուն չէր, մի քանի կտորներ, բայց այն ինչ որ թվարկեցիք, արդեն ավարտված process է, ճիշտ, այս ճիշտ եմ հասկանում։ Այն ինչ որ առաջին հատվածում ասցիք, այսինքն դա արդեն կայացած փաստ է, որ վերադարձված է։ Պարոն վարչապետ, բացառություն են կազմում Լոռու մարզի Հրանտ Մաթևոսյանի անվան այգին, Արատի մարզի քաղաքային զբոսայգին, որոնց մի քանի տարածքներով հայցեր ունենք, եւ Կապանի զբոսայգին, որը ընթացքի մեջ է, Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու մասին է խոսքը, դրանք դատական process-ների մասին է խոսքը, ուղղակի ժամանակի հարց է։ Շատ լավ։ Այստեղ ես երկու հարց եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Շատ կարևոր է վերադարձված գույքերի հետագա ճակատագիրը։ Այս օրինակ առավոտյան ես մի տարօրինակ նամակ եմ ստացել քաղաքացուց,
ով ասում է, որ այն գույքը, որը վերադարձվել է համայնքին, հիմա իր ունեցած տեղեկություններով համայնքը ուզում է էլի հատկացնի այն մարդուցումից ումից վերցվել է։ Ես իհարկե նամակը վերահասցեագրել եմ, սա պետքա մենք մեխանիզմներ ունենանք, որ բացառենք, թե չէ ինչքան ենք անընդհատ իրանք տալու են, մենք հետ ենք բերելու, իրանք տալու են, մենք հետ ենք բերելու, սենց չի լինի։ Երկրորդը, քանի որ գույքի ծավալները մեծանում է, պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, որ մենք մի պլատֆորմ պետք է ունենանք, որը ամբողջը գույքերը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Որովհետև եթե հիմա այգին արդեն դե յուրե վերադարձվել է, շատ կարևոր է, որ շատ արագ այնտեղ բարեկարգման աշխատանքներ տեղի ունենան, որովհետև մենակ այն չլինի, որ փաստացի վերադարձա, սկզբունքային հարց է, դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթություն պետք է դառնա հանրային տարածքների։ Իսկ այնտեղ մենք արդեն ունենք բնակարաններ, տենց տարածք, պետք է հասկանանք ինչ ենք անելու դա, ոնց ենք օգտագործելու եւ գուցե ինչ որ կարգ է պետք ընդունել կամ հայեցակարգ է պետք ընդունել, իսկ ավելի խոշոր բաները այդ արդեն մենք պետքա պարզավոր։ Հիմա օրինակ իհարկե տարբեր մեխանիզմներով են։ Հիմա ես սաուն անցում կատարեմ մեր հաշվառման խնդրին։ Օրինակ մենք այսօր ունենք մի քանի մեխանիզմներ։ Դրանցից մեկը ապօրինի գույքի բռնագանձման համակարգն է, որով արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ ունենք 2 հատ, մյուսը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության մեխանիզմն է, երրորդ ընթացիկ քրեական գործերով դատավճիռների արդյունքում։ Ես 3-ը պարզ է, բայց մենք ունենք նաեւ այլ մեխանիզմներ, որոնցով մասնավորապես լինում է, որ բանակցելով, ասենք այգիների դեպքում հատկապես վերադարձվում է համայնքին։ Դա ոչ միտեղ չի հաշվառվում։ Այստեղ մի հատ հաշվառման հարցն էլ պետք է հասկանանք, որովհետև այգիներ կա, որ տենց բանակցելով վերադարձվել են, այնտեղ այգիներում ներդրումներ արվել են, բայց մեր ոչ մի հաշվետվության, ոչ մի հաշվառման մեջ չի երևում։ Էս էլ է պետք անել։ Երկրորդը մենք հայեցակարգային առումով հիմա մենք ունենք կրիտիկական ենթակառուցվածքներ, այլ մեխանիզմներ էլ կան, որի շրջանակում հետի հետ կապված process-ներն ենք տանում, բայց կան նաև օրինակ խոշոր ձեռնարկություններ, որոնք պետք է վերադարձվեն, բայց մտածելով այդ խոշոր ձեռնարկություն, հետի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք, դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Այս պարզ է, բայց արտադրական ձեռնարկություններ, որոնք կլինեն, ես չեմ կարծում, որ մենք դա պետքա պահենք կառավարման ներքո, որովհետև խնդիր կլինի։ Դա պետքա մենք թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք անպայման։ Իհարկե կառավարության որոշակի տնօրենների խորհրդում տեղ ունենալու համար ինչ որ բաժնեմաս մենք կարողանանք պահել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց շուրջ մենք պետքա կողմնորոշվենք եւ դասակարգենք եւ գնանք առաջ, բայց այստեղ գալիս է հաջորդ կարևոր հարցը, որի հետ կապված երեք քննարկում ենք ունեցել, առաջիկա մեր անելիքները։ Կառավարության ծրագրում նախատեսում ենք ունենալ, թե ինչ, ներողություն, մի հատված, որ վարձակալությունից փաստացի սեփականաշնորհում դե յուրե վարձակալությունից վերադարձվող արդեն հազարավոր նույնիսկ հեկտարներով տարածքներ կան, այս էլ մեր հաշվառումներով պետք է ինչ-որ ձևով հասկանանք ոնց է, այսինքն դե յուրե սեփականաշնորհված չէր, բայց ասենք 100 տարով վարձակալության էր տված ինչ-որ չնչին կոպեկներով, դա էլ է ապօրինի գույքա, որը մենք վերադարձնում ենք, այդտեղ էլ պետք է հասկանանք ինչ պետք է անենք։ Հիմա առաջիկայում մենք կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնենք եւ մի պատկերացում ունենամ, որ այս մեխանիզմներով 2026-ից 2031 թվականը պետքա շուրջ $2 միլիարդ գույք վերադարձվի։ Ես սա իրատեսական եմ համարում ինչու, որովհետեւ մենք նախորդող շրջանում երեք այդպիսի հարց հնչեց, որ նախորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել, հաջորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել։ Ես այդտեղ հարցին չեմ վերաբերվում զուտ դե յուրե, ես հարցին վերաբերվում եմ դե ֆակտո, որովհետև հիմա մեր վերադարձած գույքերի մեջ օրինակ չկային, որ մենք հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուրիշ խնդիր կա, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռա թե
Դատավճիռ, թե վճիռ։ Վճիռ բան վարչապետ։ Վճիռ, առաջին վճիռը օրինական ուժի մեջ մտել է 2026 թվականին, թե 25-ի վերջում։ Մենք երկու վճիռ ունենք օրինական ուժի մեջ մտած, պարոն վարչապետ, 2025 եւ 2026 թվականներին։ Այսինքն առաջինը 25-ին է մտել, այսինքն այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել, որովհետև գիտեք, այդ ընթացքում սահմանադրական դատանի որոշում եղավ, որոշակի փոփոխություններ եղան, այսինքն դա նորմալ է, որ հիմա իրականում նոր սկսելու է լիարժեք այդ համակարգը գործել, եւ մենք խնդիրը Տիկին Վարդապետյան ձևակերպում ենք հետեւյալ կերպ։ Իհարկե դա միայն դատախազության մասով չի եւ քննչական մարմինների մասով չի, որովհետեւ այն մյուս մեխանիզմներն էլ կառավարությունը այլ լծակներ էլ ունի։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետեւյալ կերպ։ 2026-ից 2031 թվականը 2 միլիարդ դոլարի ապօրինի օտարված գույք պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է, առավել եւս այն process-ները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք եւ նաեւ հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ես ուզում եմ նաեւ հանրության շնորհակալություն հայտնել այդ համբերատարության համար, չնայած այդ ձգձգումները մեզ նույնքան են նյարդայնացրել, ինչքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են։ 26-ից 31 թիվը 2 միլիարդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը եւ համայնքներին այս բոլոր մեխանիզմների գործարկմամբ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, գործառույթներից մեկը նաև դատախազական ներգործության միջոցներն են, դրանք միջնորդագրերն են, որոնք մենք եւս դիտարկում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի շրջանակներում, այդ 3 ձեր նշած գործառույթներից բացի եւ բոլոր իմ կողմից թվարկված այգիները, պուրակները, կանաչ տարածքները առավելապես վերադարձվել են հենց այս գործառույթի շրջանակներում եւ այն ինչ իրականացվում է դատախազության կողմից մենք հաշվառում ենք եւ վստահաբար կարող եմ ասել չկա մի գույք մինչ այս պահը, որը վերադարձվել է այս 4 գործառույթներից որևէ մեկի շրջանակներում եւ դա հաշվառված չլինի։ Մենք պարբերաբար նաեւ ուղարկում ենք փոխվարչապետերին եւ կառավարություն այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով օգտագործել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած թվին, կարծում եմ, որ ավելի քան իրատեսական է, որովհետև այս պահին մենք գոնե մենակ ապօրինի ծագում ունեցող գործառույթի շրջանակում ունենք 4 վճիռ, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն ենք սպասում։ 2 օրինական ուժի մեջ մտած ունենք բացի այդ հաշտության համաձայնություններ, եթե հնարավորություն կա դրանց մասին էլ կարճ կխոսեմ, բայց կցանկանայի նշել այն 4 վճիռների մասին, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն սպասում ենք եւ այս 4 վճիռները մեզ համար ըստ էության հաստատումն են այն փաստի, որ հենց միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթը սկսել է աշխատել։ Բոլորովին վերջերս 4-րդ վճիռն է կայացվել, հուլիսի 24-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Բոլոր վճիռներում էլ դատարանը մասնակիորեն է բավարարում դատախազության հայցերը եւ կան դեպքեր, որ մենք համաձայն ենք դատարանի հետ, ինչու, որովհետեւ այստեղ հաշվարկի մեխանիզմների տարբերություն կա եւ ըստ էության դա որևէ էական ազդեցություն չի ունենում հայցագնի վրա եւ մենք այստեղ ավելորդ իրավական վեճ ու քաշքշուկ չենք սարքում դատարանների հետ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184 միլիոն 222 հազար 585 դրամ։ Իմ նշած 3 այլ վճիռներից 2026 թվականի հուլիսի 3-ին կայացված վճիռն է հակակոռուպցիոն դատարանի ընդդեմ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման։ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից մեկը կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի ապօրինի գնահատված մասերն են, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Մյուս վճիռը 2026 թվականի հունիսի 5-ին է կայացվել,
ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված անձանց դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվեն ամբողջությամբ, մյուս 4-ը ապօրինի ճանաչված մասով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը, ինչպես նաեւ 85.430.000 դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը բացի այդ 2026 թվականի ապրիլի 21-ին մեկ այլ վճիռ էր կայացրել, բավարարել էր մեր հայցը ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի, Անի Լյովայի Սարգսյանի։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39.341 հատ բաժնետոմս, սա հեկի մասին է խոսքը գնում, 864.000 ամերիկյան դոլար ավանդ, 10.200.000 դրամ, 4.853 եվրո, 2.643.000 դրամ։ Նաև 2025 թվականին բավարարված մեկ վճիռ ունենք հոկտեմբերի 10-ին ընդդեմ Ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 9 անշարժ եւ 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն 340 միլիոն դրամ։ Ինչպես դուք նշեցիք, գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։ Մենք այս պահին ունենք 2 առանձնատուն, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Բացի այդ, մենք ունենք մի շարք հաշտություններ, եւ ընդհանուր առմամբ այս պահին վերադարձված գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթով 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Էլի անդրադառնալով այն ուղենիշին, որ սահմանել եք 2026-31 թվերի համար, նշեմ, որ այս պահին միայն ապօրինի ծագում ունեցող գույքով ունենք 172 հայց դատարանում, 2-ը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Այնպես որ սահմանած ուղենիշը կարծում եմ իրատեսական է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարց համար 10-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։